Բարի լույս սիրելիներս, տեսնենք ով պիտի գնահատի ու արժևորի մեզ։ Եվ ով է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն, իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, երանի է ձեզ, բայց նրանց երկյուղից մի վախեցեք եւ մի խռովեք, այլ Տիրոջը, նույն ինքը Քրիստոսին, սուրբ պահեցեք ձեր սրտերում, պատրաստ եղեք հեզությամբ եւ երկյուղացությամբ պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը։ Սիրելիներս, մեր կյանքում անպայման կհայտնվեն եւ կգտնվեն մարդիկ, ովքեր մեր բարությանը չարով պիտի պատասխանեն, ովքեր մեր առաքինությունը կեղծավորություն պիտի համարեն, մեր լույսը խավար պիտի համարեն, բայց Պետրոս առաքյալ այստեղ խոսում է ոչ թե անհատների մասին, այլ հասարակության եւ պետության մասին, ովքեր մեր բարի գործեր, առաքինությունները տեսնելով մեզ պիտի գնահատեն ու արժևորեն։ Չի կարող մարդ գնահատված չլինել եւ կհայտնվեն նաեւ մարդիկ, ովքեր այդ ամենը կփչացնեն եւ չարով կպատասխանեն։ Բայց մեզ համար հարցը թե մենք ում համար ենք այդպես վարվում։ Վայ այն մարդուն, եթե ինքը մարդկանց գոհացնելու համար է ապրում, մարդկանց հաճոյանալու համար է ապրում, իր առաքինությունը, բարությունը, ողորմած լինելը ի ցույց մարդկանց է կամ մարդկանց սերը շահելու համար է։ Այդ ժամանակ մենք անպայման դատապարտության պիտի արժանանանք։ Դրա համար Հիսուս ասում է. «Երանի ձեզ, եթե դուք արդարության համար հալածվեք, որովհետև մեր կյանքի մեջ արդարությունը, բարությունը, ազնվությունը միշտ հալածվել է։ Երբ որ մենք էլ հրավիրվել ենք քրիստոնեական կյանքի, մենք հասկացել ենք, որ պիտի մեր անձը պատրաստենք փորձության, եւ փորձությունները ամեն օր պիտի լինեն։ Այսօրվա բարիքը, որ մենք գործում ենք, վաղը պիտի մոռացվի։ Մեր ազնվությունը, մեր արդարությունը մեզ խոցելի պիտի դարձնի, բայց մենք պարտավոր ենք ազնիվ, արդար ու բարի լինես աշխարհի մեջ։ Եթե մենք տանք այս աշխարհի մեր ամենալավն ու բարին, աշխարհը փշրելու մեր ատամները, բայց մենք պարտավոր ենք այդ ամենալավը տալ աշխարհին մարդկանց փրկության համար։ Եվ եթե մենք արդարության համար ենք հալածում, երանի է մեզ, նշանակում է, որ մեր ապրած կյանքը ճշմարիտ հավատքի վկայությունն է։ Մեր ապրած կյանքը ինքնին ցույց է տալիս, որ Քրիստոսը մեր մեջ ապրում։ Եվ երբ որ ասում է պատրաստ եղեք վկայելու, ինչի համար է։ Մեր մեջ հույս կա, չէ՞ մենք որևէ հույսի համար ենք անում։ Հույսը երբեք մարդուն ամոթով չի թողնում։ Երբ որ մենք պատրաստ լինենք, նշանակում է, որ ամեն տեղ, ամեն ուր, որտեղ որ մեզ կհարցնեն, թե մենք ինչպիսի քրիստոնյա ենք կամ ով է Քրիստոս մեզ համար, մենք առանց վարանելու պատասխանենք, որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, նա մեր փրկիչն է, հույսն է, ապավենն է, մեր երանությունը, եւ մենք ուզում ենք Հիսուսով դեպի հավիտենական քայլել։ Եվ առանց վախենալու, առանց վարանելու այս ամենը բարձրաձայն ասելու, որևէ տեղում, անգամ երբ որ իմանաս այդ անունը տաս, քեզ պիտի հալածեն, հայոյեն, գուցե նաև սպանեն, չվախենաս, որովհետև մենք իբրև քրիստոնյա Հիսուսի ներկայացուցիչներն ենք այս աշխարհի մեջ։ Մենք նրա կենթանի վկայությունն ենք, եւ դրա համար Հիսուսը ասում է, թե դուք իրար սիրեք, բոլորը կիմանա, որ դուք իմ աշակերտներն եք։ Ուրեմն այդ հոգեվոր սերն է, որ մեզ ցույց է տալիս, թե մենք ում ենք պատկանում, ում համար ենք ապրում եւ ով է մեր կյանքի առաջնորդն ու փարոսը։